Այսօր մենք կսովորենք, թե ինչպես գրենք React-ի search, այս search component-ի լոգիկայից, որ աշխատում է հետևյալ կերպ, հա? Ինքը քանի որ աշխատում է API-ների միջոցով, անմիջապես search-ը edge-ի մեջ չի, հա, API call-եր անում, մենք գրում ենք ինչ-որ keyword, օրինակ taxi, գրելուց հետո ինքը արդեն որոնումը կատարում է, հա? Ուրեմն սա Google-ի, Yandex-ի կամ, չգիտեմ, SoundCloud-ի search-ին նման չի այն իմաստով, որ նրանք անմիջապես են անում այդ search-ը, հաշվի առնելով իրենց ահռելի եւ անսահմանափակ համարյա ռեսուրսները, բայց երբեմն դուք օգտվում եք ինչ-որ ուրիշ API-ներից, որտեղ պետքա դանդաղ ուղարկել request-ները, հա, պետք չի ամեն տառը սեղմելուց մի հատ, ասենք, որոնողական հարցում ուղարկել, որովհետեւ ձեր API-ը կկախի, ձեր user interface-ը կարող է լրվի այդ API պատճառով, հա, պետքա խմբավորել տառերը գրելուց հետո ինչ որ պահի ուղարկել, օրինակ հետևյալ կերպ 3 բառանոց ինչ որ բան ենք գրում, հա, ասենք winter sea photo, գրելուց հետո ինչ որ մի փոքր զաջերջ կա ու արդեն կբերի search result-ը։ Այս տիպի search-ի համար օգտագործվում է debounce-ի մեխանիզմ, որը հայտնի ծրագրավորման տենց տրյուկ է, լավ կլինի դրա մասին լսած ելնեք։ Ես դրա օրինակը գտա ֆիզիկական բաներով ցույց տալու։ Ինչ է նշանակում, հա, մարդը տառերը գրում է ու ամենավերջի տառը գրելուց դիցուք 100 միլիսեկունդ հետո նոր կատարի որոնումը։ Այսինքն ոնց մենք այդ որոնողական process-ը, այդ ֆունկցիան անընդհատ հետ գցենք, քանի դեռ մարդը ինչ որ բան է գրում։ Սա անալոգիան slide դռներն են, հա, գիտեք ոնց է աշխատում, երբ որ վերջի մարդը երբ որ անցավ, իրանից հետո դիցուք էլի մի 200 միլիսեկունդ հետո փակվում է։ Կարա մարդ անցնի, հա, մի քանի մարդ անցնեն, ամենավերջի անցնողից 200 միլիսեկունդ հետո նոր դռները փակվում են։ Եթե այդ ընթացքում նոր մարդ է գալիս, դռների փակվելը հետաձգվում է եւս 200 միլիսեկունդ։ Ուրեմն դրա անունը debounce է։ Այսօրվա կոդը ամբողջությամբ նվիրված է այդ debounce-ին ու մի քիչ էլ React-ին։ Մենք պետք է փորձենք React-ի մեջ այս debounce-ի օրինակը ստանալ։ Հիմա մի հատ parse component եմ ստեղ սարքել, անունը search-ը, մենք որոնում ենք կատարում, state ունենք local, search value, set search, by default ինքը դատարկ է, on change-ի ժամանակ set search-ում տեղադրում է իր արժեքը ու տեղադրված արժեքը value-ի մեջ է երևում, պլյուս երևում է ներքև գրած search term-ի ստեղ։ Հա, մենք գրեցինք a, տակ գրեց a, ու и так далее, հա, նորմալ աշխատում է, շատ արագ է, շատ հրաշալի է, բայց եթե մենք այս նույն արագությամբ էլ API-ին ուղարկենք, մեր API-ը կարող է, ասենք, բանի, rate limit error տա, ասի մի քիչ հանգիստ ուղարկի, էլի ամեն տառդ մի ուղարկի։ Ստեղ օրինակի համար ունենք մի հատ ինչ-որ search API, որը սովորական ֆունկցիա, կոնսոլի վրա գրում է ստացած տեքստը, գրում է starting making call, return անում ինչ-որ 3 էլեմենտանոց մասիվ, ասենք թե սա էլ ձեր որոնման պատասխաններն են։ Okay, մեկ անգստե։ Հիմա search API-ի կանչը։ Ամեն անգամ, երբ որ search value-ն փոխվում է, մենք search API-ին կանչելու համար ինչ պետք է անենք։ Ստեղ այս ֆունկցիան սարքենք on change, ստեղ սահմանենք մի հատ on change ֆունկցիա, որը կստանա մեր search text-ը, ու այս search text-ը set search կանի զուտ նրա համար, որ մենք user interface-ի վրա դա տեսնենք, միևնույն ժամանակ ինքը պետք է ուղարկի այս որոնում կատարող API-ին, հա, պատասխանները վերցնի այդ API-ից։ Հիմա պատասխանների համար մեզ մի հատ էլ state-ա պետք, React-ի,
search results set results կարճ գրենք, որ իրենց ներկայացնում է massive դատարկք։ Ամենասկզբում search result-ներ չունենք, բնականաբար դատարկ massive ենք հելնելու։ Կարանք ստեղ նույնիսկ տակը բան սարքենք search results որ ցույց տանք այդ պատասխանները, հա։ Так, search results map ունենալու ենք ինչ-որ result ու ինչ-որ index իր համար հետ ենք վերադարձնելու list item որը բնականաբար պետք է ունենա key ու result սա էլ ինչ-որ unordered list-ի մեջ կդնենք մոտավորապես սենց մի բան search results-ից հետո դվայտոչյա margin top ավելի լավ margin ու 0 search results-ը տակը ցույց կտա եթե search results-ի massive-ը մեջ դատար կա, ստեղ կարանք սենց մի հատ տրյուկ անենք, հա, ասենք search results length-ը եթե դատար կա, այս ցույց տու no results հակառակ դեպքում ոչ մի բան ցույց մի տուր սա կարանք բերենք no results bold-ով իրան բերենք search results-ի կողքը դնենք, էլի ինչ է ուզում մեծ խաբարով էլ մեծ ատարով գրեցի no results, հենց results կլնի բնականաբար սա ցույց չի տա, դրա փոխարեն ցույց կտա այդ results-ը ցուցակով հիմա եկանք ստեղ ամեն անգամ search API-ից results-ը ստանալուց հետո set results սենց մանրամասն եմ գրում, որ ավելի շատ մարդ ավելի հեշտ հասկանա ես գրեցի A որը նոմարով բերեց A, S, լավ սա քանի որ մեր API-ը ինչ value ստանում է, այդ նույն value-ն massive-ի մեջ հետա տալիս էլի ընդհանրապես տենց ասենք թե ինչ որ API request ասա հիմա ոնց անենք որ մեր գրելու ընթացքում սա համբերի էլի մենք բառը ամբողջական գրենք նոր ինքը գնա բերի որ սենց ասենք կիսատ պռատ բաներ չստանանք մենք պատասխանի մեջ դրա հետաձգելու համար debounce ֆունկցիան եմ ուզում ձեզ ներկայացնեմ, որ իրենց ինչա ներկայացնում ասում է դուք ինձ տվեք ֆունկցիա, տվեք ինչքան սպասեմ ու ես ձեզ կվերադարձնեմ մի հատ ուրիշ ֆունկցիա, որին դուք ինչքան ուզում եք կկանչեք, հա, ասենք call as many times as you wish I'll do my job after wait milliseconds ինչքան ուզում ես ինձ կանչի, սենց թենենց ես իմ գործը անելու եմ այդ wait թվով միլիսեկունդներից հետո բարի ինքը կարա ընդունի ինչ-որ արգումենտներ այդ ֆունկցիան, որը պիտի կանչես ու այդ արգումենտները փոխանցի քո տված callback ֆունկցիային, որը ի սկզբանե դու տալիս ես իրան սա դնում ենք timeout-ի մեջ set timeout wait set timeout-ի առաջի արգումենտը դա callback ֆունկցիան է, թե ինքը ինչ աշխատացնի, wait-ն էլ ինչքան միլիսեկունդ հետո աշխատացնի debounce-ը մեզ հետ կտա մի հատ ֆունկցիա, որին կանչելուց հետո պատկերացրեք սենց, հա, const ասենք const debounced
debounced ֆունկցիա, պատկերացրեք debounced console log-ը, որ ավելի հեշտ լինի։ Իրան տալիս ենք console.log ֆունկցիան ու ասում ենք 300 միլիսեկունդ հետո միշտ աշխատացրու դրան։ Հիմա փաստացի մենք ինչ ենք ստանալու, եթե այս debounce console log-ի մեջ տպենք բարև, տպենք, ասենք հաջող, տպենք եթե ու այս ամեն ինչը անենք 200 միլիսեկունդի ընթացքում, դա ես իրար հետևից եմ գրել, բնականաբար այդ ընթացքում է։ Ինքը տպելու է ամենավերջինը, ամենավերջի կանչից հետո 300 միլիսեկունդ հետո տպելու է այս եթեն, բարևն ու հաջողը skip է անելու, որովհետև ինքը մինչև հետա կանչվել։ Սա իմաստը դա է առնելու մեր ֆունկցիայի։ Դրա համար մենք ստեղ պետք է մի հատ timeout ID ունենանք։ Ամեն անգամ, երբ որ այսպես կանչում են այս ֆունկցիային, այդ արգումենտով, մենք timeout ենք դնում, որ 200 միլիսեկունդ հետո աշխատացնենք։ Միևնույն ժամանակ մենք նայում ենք տենանք, եթե արդեն դրել ենք այդ timeout-ից երբևէ սրանից առաջ, մենք այդ timeout-ը մաքրում ենք։ If timeout, clear timeout։ Մաքրում ենք, նորից ենք 200 միլիսեկունդ հետո վրա, 200 կլի, 300 կլի timeout դնում։ Սաղ իմաստը սա է, սաղ տրյուկը և հմայքը debounce-ի է սա։ Հիմա ինչ ունեցանք ստեղ, բարև հաջող եթե 3-ն էլ տպվեց, ինչի համար, որովհետև նորից աշխատացնենք լանախի առաջ, այս մեր կոնսոլն է, save անենք, տեսակ save արեցի, թազա compiler-ով, մենակ եթեն տպեց։ Հիմա եթե ես ստեղ արհեստականորեն մի հատ բան սարքեմ, ասեմ այս debounce-ը սկանչի, 300 միլիսեկունդ, տկ, ասեմ մի անգամ էլ կանչի, եթե համար 2-ով, բայց կանչի իրան 200 միլիսեկունդ հետո։ Սրանք կկանչեն, սաղ կաշխատեն 200 միլիսեկունդ հետո, սա կաշխատի ու փաստացի ինքը հին եղածները չեղյալ կանի, կտեղնենք կոնսոլի վրա տպած եթե համար 2-ը։ Բարի, save եմ անում, նայենք հիմա, save։ Այս մաքրում ենք, save արինք, դակ, ինչ կրենք որ աշխատի։ Այլ տեսակի error ունենք, միվաշկյան, refresh անենք, այս միջավայրը մի քիչ կախովյա, եթե համար 2, ամեն ինչ ճիշտ է, հրաշալի է և չտեսնված։ Հուսով եմ debounce-ի բուն իմաստը հասկացաք։ Հիմա մեզ ինչա պետք, debounce console log մեզ պետք չի, մեզ պետք է այս debounce-ն օգտագործել որոնման հետաձգման, այս որոնական արդյունքների հետաձգելու համար։ Մենք ստեղծում ենք մի հատ debounced search, կանչում ենք debounce ֆունկցիան, իրան տալիս ենք ինչ, ասում ենք, եթե որն այդ debounce search-ը, ասում ենք, կեզ ինչ ֆունկցիա կտան, դու այդ ֆունկցիան էլ կաշխատացնես 300 միլիսեկունդ հետո։ Այս debounce search-ը, հիմա մենք իրան ինչքան ուզում կանչենք, իրան արգումենտ տալով ֆունկցիա, ինքը միշտ 300 միլիսեկունդ հետաձգելու է։ Ոնց ենք սրան օգտագործում։ Դնում ենք debounce search, իրան մեջ սարքում ենք ֆունկցիա, որը անում է set results, ու այդ result-ը ամեն անգամ կներեք, result-ը պետք է ստանալ։ Այս ենք դնում։
Debounce search-ին տալիս ենք այս կտորը, այս ֆունկցիա իրենց ներկայացնում, չէ՞, որ դու search API-ին իր search-ի ուղարկից պատասխանը ստացի, իսկ սա ալնելու է միշտ ամենավերջի search-ը, ամենաթարմ search-ը։ Պատասխանը ստանալուց հետո set results արա ու մենք արդեն կտենանք պատասխանը էկրանի վրա։ Այս save ենք անում, console-ը մի հատ մաքրում ենք այս անիմաստ բաներից։ Հիմա տեսեք իր այս compiler-ն էլ անհամբ է, հա, ինքը չի սպասում, ես տարը գրեմ բրծնեմ կամ փակագիծը դնեմ, նոր compile անի ու անիմաստ sense error-ներ ակցեն։ Հիմա որ չալարեին մի հատ normal debounce տնեին, մի 100-200 միլիսեկունդ, այս հիմար խնդիրը չէր առաջանա։ Console-ի վրա sense անիմաստ բաներ չենք տեսնի։ Հիմա գնացինք text-ի Ուշադրություն դարձրեք, ստեղ գրելուց անմիջապես է տպվելու, ստեղ 300 միլիսեկունդ հետո։ Կարամ 300-ը 400 սարքեմ, որը ավելի դանդաղ լինի, ավելի ակնառու տեսնեք, text-ի driver։ Տեսեք, հետո եկավ driver-ը։ Ասենք winter sport։ Դա կփոխեց։ Ես change-եցի, այս է ամբողջը մայքը ես հետաձգված search-ի, սա համ կխնայի ձեր սերվերներին, համ user interface-ի վրա մարդիկ կիսատ պռատ բաներ չեն տեսնի, համ կիմանաք ֆանտաստիկ եղանակ debounce ստեղծելու, բացի սա, մի հատ էլ տարբերակ կա այս նույն debounce-ը իրականացնելու, օգտագործելով React-ի use callback-ը, մտածում էի սկզբից հենց դա ցույց տամ, բայց հետո այս գեղեցիկ տարբերակը հորինելուց հետո դա լրիվ անիմաստ դառավ, էլի դուք կարաք use effect-ով, use callback-ով տենց ինչ-որ բան ստեղծել, բայց ռեալ իմաստ չունի։ Դրա կարիքը երբ է առաջանում, երբ որ դուք այս ֆունկցիան դուրս չեք սահմանում որպես գրադարանային ֆունկցիա, հա, ինքը կարող իր անունը լինի նաև debounce 400, ընդհանրապես ցանկացած բան 400 միլիսեկունդով հետաձգող ֆունկցիա։ Եթե դուք sense չեք սարքում, այլ բերում եք սարքում եք ֆունկցիայի ներսում ու սկսում եք ստանալ խնդիրներ, հա։ Այս debounced search-ի եթե հանկարծ ներս բերեք, ինչ տեղի կունենա, էլի, ամեն անգամ set search անելուց ձեր ֆունկցիան էս React-ի component ֆունկցիան նորից կաշխատի, նորից կստեղծի այս debounce-ի ֆունկցիային, հա։ Ամեն անգամ դուք նոր ֆունկցիա կստանաք։ Սա զուտ պետք է հաշվի առնեք, որ կամ իրան դուրսն եք անում, կամ ստեղ օգտագործելու եք բան, use callback, որը React-ի տրյուկ է, React-ի գրադարանի տրամադրած, use callback-ը փորձում է հիշել ու ամեն անգամ այս debounce search-ը նորից չի ձևավորվի, ինքը civil ձևի կաշխատի, ոնց որ հարկն է։ Հիմա նայենք ու համոզվենք, եկեք։ Քանի որ առանց նայելու ինչ համոզվենք, taxi, driver, գժական է, գժական A, ես գրեմ եմ, հենց վերջացնեմ, նոր տակը երևալու, սա էլ use callback-ը, բայց էլի եմ կրկնում, սրա կարիքը չի լինի, դուք ավելի պրիմիտիվ, ավելի պարզ, ավելի հասկանալի կոդ կունենաք, եթե օգտագործեք այ հենց այս տեսակ ֆունկցիաներ գրադարանային, գեղեցիկ, դե ինչ, շատ ուրախ կլինեմ, որ ինչ-որ կոմենտ գրեք, ասեք հասկացաք, չհասկացաք, պարզ էր, բարդ էր, արագ եմ բացատրում, դանդաղ եմ բացատրում, ինչ-որ մի feedback, եթե ունեք ամեն դեպքում գրեք, ու տենց, ու տարածեք, սովորեք, շնորհակալություն, հաջողություն։